Տեր Գարեգին Արսենյանին մեկ ամսով կալանավորել են, այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ Քահանա Ասատրյանի հանրային հեռուստաընկերության ենթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ 2021 թվականին ես հեռախոսազանգ եմ ստացել վարչապետի տիկնոջից եւ տիկին Աննա Հակոբյանը ցանկություն էր հայտնել, որ ես գնամ եւ տնօրնեք կազմակերպեմ իրենց տանը եւ նաեւ ասեմ, որ ես թաքուն ոչինչ չարեցի։ Զանգահարեցին վերադասին եւ ասացի, որ այսպեսի զանգ եմ ստացել։ Եվ ասեցին մի գնա սկզբում, հետո ասեցին սպասի, մենք կասենք։ Հետո զանգարեցին ու ասեցին, որ կարող ես գնալ։ Նա ասել է, որ Արագածոտնի թեմից հրահանգ է տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա վերադասի։ Արհեստական մեղադրանքեր, արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային կալանքի որոշում կայացնել։ Դատարանի կողմից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին 2 ամսով կալանավորվելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է պաշտպաններից Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ 2 հոդվածով են մեղադրում Մկրտիչ եպիսկոպոս Սրբազանին։ 2 հոդվածներում էլ նման ձևակերպում է օգտագործվում։ Այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց, սա վերաբերվում է պետական կամ ՏԻՄ պաշտոնատար անձանց։ Այսինքն այս հոդվածները այդ մասերն ընդհանրապես վերաբերելի չեն։ Ավելին, նախաքննության մարմինը մեղադրանքի կողմը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել, նշել է Զոհրաբյանը։ Նա նշել է նաև, որ հարկադրանքի փաստ էլ չկա, նույնիսկ Տեր Արամի ցուցմունքներում չկա, որ իրեն հարկադրել են։ Այս տեսակետից հանցագործություն չկա, ընդհանրապես հիմնավոր կասկած չկա, դրան գումարած կալանավորման նպատակն էլ չկա, թե ինչու է կալանավորվել։ Զոհրաբյանը հրապարակել է նաև Մկրտիչ Սրբազանի վերջին խոսքը դատարանում։ Նախ շնորհակալություն հայտնեց, հետո ասաց՝ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Ասաց՝ ես լավատես չեմ, ես գիտեմ բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն, բոլորիդ հաջողություն եմ մաղթում, անփորձանք գնաք ու հասնեք ձեր տները, ասել է Սրբազանը։ Երևանյան խցանումը չի խնայում անգամ հեծանվորդներին, այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստիպված էի տեղ-տեղ մայթով երթևեկել Բաղրամյան 26-ի միջոցառումից չուշանալու համար, նշել է Փաշինյանը։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է Փաստինֆոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին, քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտելով ազատազրկման 5.5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կազմով դատավորներ Ռոբերտ Պապոյանի եւ Լուսինե Աբգարյանի հունիսի 18-ին վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։ Պաշտպանական կողմը 2 անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու եւ կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։ Ի վերջո Հարությունյանն օրեր անց տեղափոխվել է ՔԿՀ։